Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ ու հուսով եմ, որ դուք եք լավ ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, ես հենց նոր աշխատանքից վերադարձա տուն և ունեմ մի քանի պատվեր, կյանքում առաջի անգամ Թեմուի սայթից պատվեր եմ կատարել, չգիտեմ, լավ եմ արել, վատ եմ արել, ճիշտ եմ արել, սխալ եմ արել և այդպես շարունակ, մի քիչ ստրեսի մեջ է, որտեղ ես ինքս ոչ մի անգամ չեմ պատվիրել այդ սայթից ու որ սմա կամուկացի մեջ էի անեմ թե չէ, բայց դե ասի լավ, սպասեք, սաղ աշխարհը պատվիրում է, ես ինչի պետք է հետ մնամ, որ չպատվիրեմ, այստեղ մեր լունեցկան անստել, մեր հետ, այսօր ինքը փաթեթներն է մեր հետ բացելու, չէ, unboxing ես անելու, ուխ, խելոք աղջիկ, հա, ինչ ես ասեի, իրականում աշխատանքի վայրն էի, Արաքիչը զանգեց, ասում Ատիկին, ես դե շենքի մոտ եմ 1 րոպեից լինելու, կարա իհարկե շատ դեպքեր եղել, որ ինչ-որ բան ենք պատվիրել, Արաքիչը զանգել է, ասել եմ բերել է մեր խանութ, նույնիսկ եղել է այդպիսի դեպքեր, բերել են, հաստրել են, չեն զլացել, որտեղ կողքն եմ, ամեն դեպքում մեքենայով 1 րոպե է ճանապարհը, կա որ ասել եմ սպասեք գալիս եմ, վազեվազ, շորերս հագցել եմ հագս ու շնչակտուր վազել եմ, որ ապրանքը վերցնեմ, բայց այսօր այդ դեպքը չէր, նախ հավես չունեի ես վազեվազ գայի հասնեի այստեղ, հետո որ առաջի անգամ էի պատվիրել, մի քիչ կասկածելի էր ասեմ, բերի խանութ, մի գուցե եւ չբերեր ու տենց էլ կորեր կոլի է ուզում ասեի պատվերս։ Մի խոսքով կոլեգաս ապրում է կողքի պատեստում, խնդրեց ձեր տանը մարդ կա, ասում է հա, տղաս ա տուն, ասի ինչ կլինի թող իջնի վերցնի էլի պատվերը։ Մի խոսքով իջել էր, խեղճ տղեն վերցրել էր, նոր էլ իջավ, բերեց տվեց Տոպրակը իրականում բաց չէր, որ ճիշտն ասեմ, ես չեմ բացել, անկրետ, ես չեմ բացել, որ տվեք բաց չէր, ինքը սենց փակ էր, իրոք փակ էր, ուղղակի մի որոշ ժամանակ կանգնեցինք, մի քիչ բամբասվեցինք կոլեգայիս հետ, աշխատանքի պահերով, հա, ու ոտքով եմ բարձրացել, հիմա ես չգիտեմ, թե ես եմ ճղել բարձրանալուց, թե ինչ, չեմ հասկանում, բայց երբ հասակի տեսնեմ բաց է, ու հուսով եմ, որ մեջիչ ոչինչ չինգ է, մեջիչ, չէ, դու չես հեյվում սեղանին, որ բաց ես, հա, տոպրակի ձենալ ես, ուզմա մտնի մեջ, հեսա որ տամ կմտնի մեջը գիտեք, չէ, հա, մի խոսքով, հիմա բացում ենք նայենք, ընդեղ 2 տոպրակա, մի տոպրակը փակ է, մի տոպրակը բաց է, սենց անեմ, ժողովուրդը գրեք մի հատ տեսնեմ ով է Թեմուից պատվեր արել ու ինչ կարծիքի ունեք, հեսա տեսնենք, նույնիսկ ռազմերներն էլ չգիտեի, որ ճիշտն ասած, ճիշտ ու սխալ, կորճ է ժողովուրդ, ես ինչ կորճ է, կարճ է, բայց հետաքրքիր է, գիտեք, չէ, կարելի է սարոշկա տակից հագնել, ոնց որ տակ սարոջկան մնա ու վերևից բրուզա հագնել, մի քիչ պես լենուտ է, ես ընդհանրապես սենց լեն բաներ չեմ սիրում, սիմա որ քիփ է նստում հագս, ինքը, լունա, հեռախոսին կպավ, չի կարելի, սիրուն է, բայց գիտեք իրականում, նայեք, ձեռքերի վրա սենց ասեղնագործած ու ասեղնագործածա թելերով, Պարզա ձերքի ասել, լունա դե մի արա, մի կպի հեռախոսին, եկեք ես, ող դիդի կարելի, ուզի մեզ խանգար ես, աշ մեզ չթողիր հելնեմ շեղոնի խանգարում եմ, չի կարելի, անց էսի տամ մտի մեջը, ես մտնես մեջը, չի խեղտվի, ես կողքն եմ, ինքն է լավ բաց է, ոնց որ խնդիր չի լինի, մի խոսքով, այսպիսի սենց բլուզա, ուզում եք հագնեմ, հագնեմ մի հատ փորձենք, հագնենք, լավ, հենց մի անգամից սրա վրից եմ հագնում, որովհետև ուպ, մազերս բանագալի խաղում է, եկեք հագնենք, տեսնենք լինչ ձևը, թևերի ձևը սիրում եմ այդ ոճը, իրականում, որ սենց մի տեսակ ուրուցիկ է, թևերի համար եմ գնել, բայց մնում է, Այսպես կարելի է տակի, սենց էլ է սիրում, չէ, այդքան է կարճ չի պատկերացրեք, հաշվի առնելով, որ ես, չէ, սիրուն է, բայց կարելի է տակից սև մայկա հագնել, օրինակ նայք, հիմա ես սև մայկայով եմ ու հետո նոր ես բլուզն էի հագել, որտև ես էլ այդքան երկար չի, ես երկար բլուզներ չեմ սիրում, թևերն էլ նորմալ է, ես թվում էր, չէ, շատ լավ է, շատ գեղեցիկ է,
դուրս եկավ ժողովուրդ, գործվածքն էլ լավը, մնում է չքորքորոտի ու բաջս որ կրում եմ, այդ բաջիցս կարա քորքորոտի իրականում, երևի թե պետքա չկրեմ։ Սիրուն արյունը չկա։ Չի։ Ահա, լավ, այս մեկը ոչինչ, վատը չէր։ Մի քիչ կամուկացի մեջ էի, բայց ոնց որ թե վատը չէր։ Լավ է։ Այս մեկից գոհ եմ։ Գները վերջում կասեմ երևի թե, շատ էժան ապրանքներ չեմ գնել։ Գները ոնց որ նորմայի մեջ են, որ որակը գոնե մի քիչ պահպանվեր էլի, այդպես ասեմ։ Սա մեկ։ Դինի, եմ պատվիրը։ Յուբկա է, հապես նկարի մեջ սենց չեր։ Յուբը չկա է, այսպես, երկարությունը, ինքը մի քիչ դե պրարեխովը, հայրեն ասած գրգրաճեղկով է, հետո կհակնեմ, լավ, երկար սապոշկիքի համար եմ վերցրել, որ հակնեմ, կփորձեմ, բայց որ անկեղծ ասեմ, սա չեմ պատվիրել, այսինքն այս պատվերը որ եղավ, պատվիրել եմ, այս պատվերը որ արեցի, ուղղակի ուզում էի գցեի զամբյուղի մեջ ու մտածեի վերցնեմ թե ոչ ու միամիտ սեղմեցի ու վճարեցի ու հետո բան չարեցի, չեղարկեցի, ասացի լավ, սա վերջում լավ, կհակնեմ, կփորձեմ, կտեսնենք ոնց է, որտև անհամբեր եմ, ուզում եմ տեսնեմ, էլ ինչ կա, այսպես փակեր, թե ինքը իրան ոնց բացվեց, չհասկացա, լիֆտ չկար, ոտքով էի բարձրանում, մի կողմես մեջը, այս կատուները շատ են սիրում, կոպերտի մեջ մտնել, ես էլ քեզ տա, երկու բաժնից է պատվերը եկել, բայց չգիտեմ ինչի, եկեք այս սրանից սկսենք, չգիտեմ ինչա, անկեղծ չգիտեմ, որտև թե մի գիտեք, շուտ չի արագում, չնայած, եմ պատվիրել, երևի մի 10 օր առաջ, Ժողովուրդ, ես վադալասկաների շատ մեծ սիրահար եմ, սենց կոճակով է, ահա, հիմա տոպրակի համար կրվելու եմ, գնա, անը սրա մեջ է դու մտի, գնա, անը սիքեզ, ենիքեզ, մտի, երեխա եմ, հա, վադալասկաների մեծ սիրահար եմ, կտորը նման է սրա կտորին, սպիսի սենց կտորը, ու վադալասկա, թևերի վրա սենց կոճակներ, այսպես, ուղղակի վադալասկա, վատը չի գիտեք ժողովուրդ, կտորը լավն է, մնում է հետագան երևա ոնց է, սենց, ստեղ ինչ է, ստվում է ոնց որ լաքա լինի, բայց, չէ, ուղղակի լույսներ այդպես ընկել, ահա, հեսի երկրորդ բլիսկան, չգիտեմ հա, կալգոտկա Прикольно, կալգոտկա չի Սենց, հա, չէ, ճիշտ եմ պատվիրել Սենց մեջը մորթի է ու ինքը բավականին հաստ է, այսինքն եթե դուք երկար ինչ-որ բլուզ եք հագնում, սա հագնում եք ու կարա երկար սապոշկա, շատ լավն է ժողովուրդ, արժի, ու մեջը մորթի է, տակ կպահի։ Խանութ բան գնալուց օրինակի համար հարմար է, սա ես հագնում, մի հատ երկար ինչ-որ բլուզ կամ պալտոն ու դեպի խանութ, լավն է, բայց մի հատ եմ պատվիրել։ Նեսա մի հատ, նես պահություն է, բայց որ պատվեր է պակասում, դեք, հեսա պետքա մի հատ նայեմ։ Եվ շավլար եմ արել։ Հա, և ինչպես ասեցի, հուսով եմ, որ ռազմերը ճիշտ եմ վերցրել, ոչ մուսուրթը մեծ եմ վերցրել։ Եմ վերցրել, որ ճիշտն ասեմ։ Լավ, կհակնեմ կփորձեմ, այսպիսի ջինսա, կտորը լավն է, ռեզինկա է, սա կհակնեմ կփորձեմ, ամելկակրազեն յուբկանե կփորձեմ, ոնց որ թե վատը չի։ Չգիտեմ, կամ 18 էր, կամ 28 էր չեմ հիշում, բայց կնայեմ լավ, կնայեմ գները կասեմ, որակը լավն է, իզարմանսին որակը լավն է,
Մնա գույնը չգցի, եթե գույնը չգցի, ուրեմն նորմալ է։ Սա էլ ջինսից շալվար է, այս տիպի շալվարներ ես շատ եմ հագնում, ու իմ շալվարների գույնը սա գցում է, որտեղ գործի տեղը հիմնականում սենց շալվար եմ հագնում։ Պատկերացրեք, վատը չի, ռեզինկա է, ինչը կարևոր է, ու այս մասը ես սիրում եմ, որ երկար է լինում, չեմ սիրում կարճ, ինքը բավականին երկար է, մնում է նայեմ շոտ լենջ լինի հագս, տակի մասը ոնց որ մի քիչ լայն է, բայց կհագնեմ, կփորձեմ կերևա։ Իսկանը, բայց քանի որ հիմա հեռախոսում եմ նկարում, չեմ կարա պատվերը նայեմ, կտորը լավն է։ Հեսա մի հատ տեսնեմ, իմ հիշելով էլի բան ունեմ, եթե չեմ սխալվում, էլի պատվերներ ունեմ, սա նանիկն էր պատվիրել, հեսա Հովհաննիսյան նանիկ, գնացի վերցրեցի, գիտեմ էչ է ինչա որ ճիշտ ասեմ, որովհետև ասրել է պատվիրում եմ, բայց չեմ հասցնի վերցնեմ, դու կվերցնես մամա։ Սա որպես դեմքի, որպես չէ, հենց դեմքի կրեմ է, միքսա։ Խանութներում դարձել է դիֆիցիտ նախ, երկրորդն էլ ավելի թանկ է, քան թե Ամազոնով է պատվիրել։ Պես որ սա էլ էսպես, մի խոսքով, սա էլ իմ պատվերները, հիմա մնում է ես մի հատ փորձեմ, ձեզ ցույց տամ, նոր եմ որ ասում է, անցնենք խոհանոց ու պատրաստենք միասին, ինչ ենք պատրաստում մենք այսօր, բրաունի, այո, մենք այսօր պատրաստել ենք միասին բրաունի, չենք կրվում իրար հետ, տոպրակի կրիվ են ունում, օքեյ, հավաքեմ, հակնեմ, վերադառնամ ձեզ մոտ, բայց կլինի ոտոլոսկեն չփորձեմ ժողովուրդ, որտեղ այդքան հովիզ չունեմ ոտոլոսկա փորձելու։ Ինգատնեմ սպիտակ վադարասկան, սա պետք է հանեմ, այս մասը հանել հակնելը գիտեմ, այդքան հեշ չի, վադարասկան չեմ հակնում, հակնում եմ մենակ, տրիկոնը չեմ հակնում, կհակնեմ շալվարները, մեկ էլ, հա, մեկ է յուբկան, բայց այդքան է սրտովս չի, բայց հեսա փորձենք, խելոք եք, ժողովուրդ, ջինսը հակա, սենց հեռու գնամ, որ երևա, չգիտեմ երևում է երևի թե ձեզ, պատկերացրեք շատ հարմարավետ ջինս է, շատ լավն է, մի քիչ ոնց որ թե իմ հագով լեն է, ինչի եմ ասում լեն է, որովհետև այս մասերը մի քիչ ոնց որ փոնդ կանգնի, այսինքն չնայած մի ռազմերը փոքր լիներ, կարող է շատ ձգեր, ռեմեն իհարկե անպայման, ես առանց ռեմեն շալվար չեմ կարողանում հագնել, ինչու, որովհետև իմ մեջքը ավելի բարակա, քան թե ներքևը ու շատ վաղ տնգնում են շալվարները, բայց լավ է, ոնց որ թե վատ չի, կրունկներով չեմ, ուղղակի թաթերի վրա եմ կանգնել, էսի number 1 շալվարը, պատկերացրեք տարօրինակորեն ես գոհ եմ, ստեղ գրպանչիկ կա էդի լավ է, այս հետևն էլ իհարկե հեռախոսի, ես միշտ հեռախոսը հետևն եմ դնում, անցանք հաջորդին, ժողովուրդ, սա էլ յուբկան է, եկեք այսպես ցույց տամ, մի քիչ էս գրգռաճեղքը շատ են բաց արել, կարելի է մի քիչ կարճացնել, այսինքն սարքել այսպիսին, հա, որտեղ չեմ սիրում, որ շատ է բաց լինում, ընդհանուր տեսքը այսպես է, երկարությունը լավ է պատկերացրեք, դուր է գալիս, կտորն է վատը չի լավ, փափուկ կտոր է, գույն է մի քիչ շոտ գազարագույն, սապոշկաներն է իդեպ բանն է, մարինեներ են, գերուհիս էր նվիրել, իրա համար է գնել, բայց իրա ոտքին լավ չէր նստել, նվիրեց ինձ ու մեծ հաճույքով հագնում եմ զամշիցա, այսպես ժողովուրդ, սա յուբկան, այսպես ցույց տամ, ինձ թվում է վատ չի, մի քիչ այս մասն է պետք փոքրացնել ու ասենք այս չափի թողել, արդեն լավ կլինի, մնաց սև շալվարը հագնեմ ու հետ կամ, ժողովուրդ, սա էլ շալվարը, արտակարգ, անկեղծ եմ ասում, արտակարգ է, այսպես ցույց տամ, երկարությունը լավ մեջքը բարձր է, շատ լավ է, ռազմերը տոչնի է, պատկերացրեք, որ չեմ սխալվել, չեմ շփոթվել ռազմերին, չի կարելի, այնպես որ ես գոհ եմ Տեմյուից,
թե ինչի են այդքան դեմ, թե ինչի են ասում, որ Տեմուից պետք չի գնել, Տեմուի ապրանքները սենսնես, նույն խանութի ապրանքներն է ժողովուրդ։ Ու սենց շալվար ես վաղուց չէի կարողանում գտնել, որ գնեի։ Ոչ շատ բարակ է, ոչ հաստ է, ռեզինկա է։ Մի խոսքով ընտիր է, իհարկե ռեմենով։ Ռեմենը հեսա։ Ռեմենով, որովհետև առանց ռեմեն իմ հագից կընկնի։ Այնտեղ եթե տեսնում եք իմ լվացքի պարանն է, ձմեռը ցուրտ է, դուրսում չի չորանում, ստիպված բերում ենք պարանը ներս, ներող եղեք, այսպես չէի կարող ուրիշ տեղ դնեի։ Եկեք կոչկենք, ունենք ռեմենով վերջնական տեսքը, չէ, ընտիրո։ Ես գոհ եմ Տեմուից ժողովուրդ, ես իրոք գոհ եմ ու այս բլուզով էլ շատ սիրուն կլինի ինձ թվում ահելի մի հատ նայեք, չէ, չէ, այս բլուզով ռեմենը չի սազում, մի քիչ չի բռնում, չի համապատասխանում իրար հետ, պետք է առանց ռեմեն ջինսի հետ սիրուն կլինի, ջինսի շալվարը կարամ ինձ թվում է ինձ թույլ տամ առանց ռեմեն, երևի թե, բայց այս բլուզկան շատ դուրս եկավ, ափսոս մի փոքր երկարներ, միջև ստելիներ, էլի, չնայած որ հագավ ոնց որ լավ էր։ Այսպես սիրելիներս, դե ինչ տրիկոն չեմ փորձում, չնայած չեք կարող իմանալ, կարող հագնեմ և բրոունին դրանով պատրաստեմ, հիմա ես այս վերջմեշոկս հավաքեմ, դզեմ, դասավորեմ և անցնենք խոհանոց, պատրաստենք մեր բրոունին, իմ խորհուրդը պատվիրեք, իրոք վատ ապրանքներ չեն, ժողովուրդ ռեկլամ չի, ես անձամբ ինքս եմ գնել, անձամբ ինքս եմ վճարել և դա ռեկլամ չի, իրոք լավն է, շալվարը որ վաբշե դուրս եկավ, այս ամբողջը ես գնում եմ, որ իրականում ասեմ աշխատանքի համար, որովհետև գործի տեղը նախ շատ թանկանոց շոր պետք չի հագնել, որովհետև շատ հաճախ է օգտագործվում և փչանում է, երկրորդն ինքը որակը լավն է, գները կգրեմ անպայման, էժան չեմ գնել, ասենք գնես չի, որ շատ էժան ապրանք եմ ընտրել, դրա համար ինձ թվում է դրա համար է որակը տեղն է, ես ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, գնելուց լավ որակի ընտրեք, այսինքն մի նայեք, որ շատ էժան լինի, հա, սա վադալասկան, վադալասկան էլ է լավ, ես վստահ եմ, պրոստը Էլ վադալասկան չեմ հագնում, մի օր կտեսնեք, երբ որ ինչ-որ մի վիդեո անեմ, երևի թե սրանով կանեմ, կտեսնեք թևերը լավ են, ռազմերներն եմ մալադեց ինձի, առաջի անգամվա համար, որ ես կողմնորոշվեցի, որտև ինքը չէր գրում բաներով, դուք ասեք, օրինակ ես 38 շալվարն եմ հագնում, ռազմեր 38-ը, 36 էի ժամանակին, դարձա 38, ու չկա տենց չէր գրում էր S, M, հա, վերևը հա գիտեմ, որ ես S եմ կամ XS եմ նույնիսկ, բայց ներքևը իմ մոտ ընդհանրապես հագնում եմ 38 ու գցեցի բռնեցի M-ը պատվիրեցի ու ոնց որ թե լավ է։ Ես գոհ եմ, ես ուրախ եմ, բայց էլի պատվերներ ունեմ, էսի ամբողջը չի։ Ուղղակի այսքանն առայժմ սեքե, բայց շալվարը իրոք շատ լավ է, ընտիրա։ Ես գոհ եմ։ Իսկ դուք նկատում եք, որ իմ մազերը էլ իմ հետ չի երկար, որ սա արդեն իմ մազերն է, իմ բնականն է ու բավականին երկարել է, իդեպ։ Ահա, վերջ, անցնում ենք խոհանոց, հերիք եղավ դե թիթիզանանք, հա։ Դե ժողովուրդ, ես փոխվեցի, իրականում տրիկոն եմ հագել, չգիտեմ երևում է թե չէ, նայեք, շատ լավն է, ինքը հաստ է, ու կարելի ասել ոնց որ քիփ շալվարի նման է, շատ լավն է, մի խոսքով խորհուրդ եմ տալիս, մենակ մի բան չհավանեցի, որ հետևի մասում երկու գիծ է, այդում եմ, որ երեխաների ռետուզները որ կար է, դեմո հետև ես տրակում էի այդ ռետուզներից, ես գժվում էի այդ ռետուզներից, ես փոքրուց այդ ռետուզները չեմ սիրել, տոնել չեմ կարողացել ու չէի հոգնում։ Ինձ թվում էր ինձ ճնշում է այդ ռետուզը ու հիշում եմ, որ փոքր էի շատ էի լացում իրականում այդ ռետուզի համար, որ չհագնեի։ Ու այ տեսեք, հիմա ես եմ պատվիրել ու հագնում եմ ու մի հատ էլ ձեզ խորհուրդ եմ տալիս, բայց իրականում եթե նույն տիպի կգտնեք, բայց մի գծով հետևը, ինձ թվում ավելի լավ է, բայց եթե չեք նեղվում, ապա չեք նեղվում, ունես չի որ իրանք կոպիտ գծեր են, ուղղակի ինձ տպավորություն որ երկուսի հետևից երկու գիծ է գնում, մի քիչ այդքան դուրս չի գալիս,
բայց կտորը մեջից այդ փափուկ լինելը արտակարգ է ժողովուրդ, արտակարգ, հատկապես եթե հանգարց մարդ եք, դուք սիրում եք լայն շալվարներ, լայն շալվարի տակից հանգիստ կարող եք հագնել եւ չեք մրսի, երբ որ ցուրտ է։ Դե ինչ խոստացած բրոունին 1000 տարի հետո իրականում շատ հեշտ է պատրաստել, ուղղակի ոնց որ ձեռքս չէր հասնում դրան։ Հիմա ցույց եմ տալիս ինչ է մեզ անհրաժեշտ։ Ցույց եմ տալիս տապակը, ինքը շատ փոքրիկ բրոունի է լինելու, այս չափի, հա, այս տապակը ցույց տամ, երևի թե արդեն կարիքան դրել եմ, շատ մեծ չի ստացվում, բայց ինչքան ասեմ, օրինակ եթե մարդը մի կտոր ուտի, 3, 6, 9, նույնիսկ 10 կտոր կարելի է ստանալ բրոունից, ինքը շատ բարձր չի լինում, երեսը սենց մի տեսակ ճակճկած է լինում, տեսել եք իսկական բրոունին, գիտեք ինչ տեսք ունի, շատ լավ բաղադրատոմս է, խորհուրդ եմ տալիս, մենք բոլորս շատ ենք սիրում այս բրոունին, տունը հաճախ ենք սարքում, ուղղակի ես վերջերս նանիքներ սարքում, ես այդքան չէի էլ սարքում, ոնց որ ասած, իսկ քանի որ նանիկս չի սիրում նկարահանվել, չեմ կարող ձեզ ցույց տալ, դե ինչ, սկսեցինք, մեզ անհրաժեշտ է 100 գրամ կարագ, սառնարանի կլինի, տան ջերմաստիճանի կլինի, տարբերություն չկա, նույնպես 100 գրամ շաքարավազ, 3 հատ հավկիթ, տեսնում եք ինչ կուլտուրական եմ սկսել խոսալ, հավկիթ, վաու, և 200 գրամ սև շոկոլադ, դառը շոկոլադ, եթե կարող եք այս Nestlé-ն գնեք, ամենալավն է իմ կարծիքով, հենց կոնկրետ այս թխվածքի համար։ Հիմա նայեք ինչ ենք անում, շատ հեշտ ու հանգիստ։ Կարակը ուղարկում ենք կոֆեի ջազվայի մեջ, չերկատակ եմ անում, սա ուղղակի ես սրա մեջ սուրճ եմ եփում, դրա համար այդպես ասեցի, մարդես եթե նոր դիտող կլինի, կմտածի, որ կասեսից ջազվա, բայց պատկերացրեք, այո, սա մեր ջազվան է, այստեղ ուղարկում ենք 200 գրամ շոկոլադը, նույնիսկ ստեղ այս պլիկայի վրա ռեցեպտը կա, բայց չգիտեմ սա ինչի ռեցեպտ է, հա, ներսի կողմից էլ կան ռեցեպտներ, եթե գնեք, ապա այստեղ կա նույնպես այս մուս սարքելու, շոկոլադե մուս, իդեպ կարելի է ինչ-որ բաղադրատոմս այստեղից վերցնել և փորձարկել սարքել, նայք, մի աշխատ բաղադրատոմս է տա, հենց այսպես ցույց տամ, եկեք ես սա պահեմ, հետո մի հատ ուսումնասիրեմ ու իրար հետ երևի թե կքննարկենք, կտեսնենք ինչ այլ է սանոց պատրաստել։ Ահա ժողովուրդ, հիմա այստեղ կարակի վրա ես ուղարկում եմ դառը շոկոլադը, սև դառը շոկոլադը։ Հոտը ամուշ է, տեսքը գեղեցիկ է, հենց մի հատ նայեք։ Հա, ինչ էի ասում, ինչ է ուզում ձեզ պատմեի, ուրեմն ես քանի օրը դե որ դառը որ քաղցր չեմ ուտում, ժողովուրդ, ես դառը շոկոլադ եմ առել խանութում և ընդմիջման ժամին մրգերի հետ այս դառը շոկոլադն եմ ուտում, բայց ինքը իրականում շատ դառը ու նախորդ անգամ միրգը կերել է, հետո շոկոլադը վրից կերա ու կանգնել էր այստեղս, դառնությունը չէր անցնում, մինչև եկա տուն, հետո վրայից չեմ հիշում արդեն, հա, հաց կերա, հաց ասելով ճաշեցի, ընտրեցի, չգիտեմ ոնց են ասում տերերի վիժան, հա, ու այսօր էլ էլի ուտում էի, ճիշտ է հետս տարել էի մանգո էի առել կիվի խանութից, մեկ էլ բանան ու բանանը, մի հատ բանան էի կծում, մի հատ դառը շոկոլադ, այդ կոլեգներիցս մեկը ասում այս շոկոլադ ես ուտում, ասեցի այո դառը շոկոլադ կուզես, փորձես, բայց ասի շատ դառն է զգուշեղի, ասում է, ընդհանրապես դառը չեմ սիրում, բայց ասում է դու փորձեմ, լավ, տվեցի մի հատ պուջուր դրես բերանով, սենց ասի բա, իսկ ես երկու կտոր ցելի ուտում եմ իմ ջանաքարա, սա դնում ենք մարմանդ կրակի վրա, իմ պլիտան մաքսիմումը 9-ա, ես դնում եմ սա 2-ի վրա հիմա, կարակը միշտ դրեք տակը, շոկոլադը վերևը, ինչու, որպեսի շոկոլադը հանգարց չվարվի, կարակը հարվի, նոր հետո շոկոլադին հալացնի, կարող եք միկրովոլնովկայի մեջ, բայց խորհուրդ չեմ տալիս, սենց ավելի լավ է, սենց ավելի ճիշտ է,
Այստեղ ոնց կուզեք, ձեր գործն է, դուք ձեր բրոունին, հան է որ ասում ամեն մարդ դրա տեխնոլոգիան ունի սարքելու։ Վերջ ժողովուրդ, մինչ հալվում է մեր շոկոլադե զանգվածը, պատրաստում ենք ծրի զանգվածը, մեզ անհրաժեշտ է, ինչպես ասեցի, 3 ձու, 100 գրամ շաքարավազ, հարում ենք մինչև ստանանք սենց փրփրոտ սպիտակ զանգված։ Գրեթե պատրաստ է, եթե կտեսնեք, դուք էլ կարող եք ընթացքում պարել, ուրախանալ։ Հիմա խառնում ենք, չենք մոռանում, հենց սկսում է արդեն հալվել, սկսում ենք խառնել, որպեսզի հավասարաչափ հալվի, թե կարագը, թե շոկոլադը, այս դեռ հալվելու կարիք ունի իհարկե, լավ պետք է հալվի, լավ։ Սա շարունակում ենք հալել, թող լավ փուփուրի ուռի։ Քեզ համար է, ինչ որ ասեմ քեզ համար է, թե ուրախ եմ ես քեզ համար է քեզ, ինչ որ լսես քեզ համար է, ինչ որ գրեմ քո մասին է, ինչ որ երգեմ քեզ համար է, քեզ համար, ուր որ գնաս հետդ կգամ։ Դուխովկան միացնում ենք 180 աստիճան, վերև ներքև վինտիլատորով ցանկալի է, եթե չէ, ապա առանց վինտիլատոր, ուրիշ տենց բան չկա ասելու, թխվում է 10 րոպե ընդամենը, այդենց արագ բրոունի ալնում, իրականում շատ արագ է պատրաստելը, շատ հեշտ է և արագ է։ Նանիկը ունի ռեցեպտների գիրք, այն ինչ որ ինքն է սիրում պատրաստել, այդպիսի գեղեցիկ գիրք, տետրից գիրք է սարքել և մեջը գրում այն բաղադրատոմսերը, որոնք որ ինքը պատրաստում է, որոնք որ ինքը գերադասում է պահել ապագայի համար և երբ որ ասեցի պետք է բրոունի սարքեմ ձեզ համար, ասում եմ, կուզես իմ ռեցեպտը տամ, իմ ռեցեպտով սարքի։ Չէ, ասում եմ, ինչի իմ ռեցեպտն էլ լավ է, ես իմ ռեցեպտով կսարքեմ, մեկ է սկսեցինք, ասում եմ, ես սենց եմ անում, ասում եմ, ես էլ եմ սենց անում, ասի աղջիկ ջան, բայց դու բաղադրատոմսումից ես վերցրել ու գրեկո տետրի մեջ, մամայից պարզ չի, լավ էր, չէ, ասում եմ, կուզես իմ բաղադրատոմսը տամ, բա ժողովուրդ, այդպիսի բաներ։ Արդեն համարը լավ հալվել է, ես երևի թե բարձրացնեմ 3-ի վրա, լավ չի հալվել, բայց կարի ասել կարագը չի հալվել, շոկոլադը արդեն հալվեց, կարագը հələ չէ, շոկոլադը կա, որ չի հալվել, խապեցի, իմ աչկը արդեն վախեցել է, ես անդադ նայում եմ տեսնեմ ու հեռախոսը չի անջատվել, ոնց որ ժուլիենը պատրաստելուց, լավ շուտ նկատեցի, թե չէ մնալու եք առանց ժուլիեն, իդեպ երեխեքը շատ սիրեցին, սամոն չկերել, սամոն չկերա, որովհետև չհասավ իրան, լավ էր, չէ, երկու հատ պատրաստել եմ մի հատ Սամոյի համար, մի հատ Ալոնայի համար, Ալոնան կերավ, փորիկի մեջ տեղ ուներ, կերավ, Սամոն փորիկի մեջ տեղ չուներ, չկերավ, ինքնըստինքյան Ալոնան շատ հավանեց, նանիկի մասին էլ խոսք չկա, նանիկը մի անգամ երկու հատ կերավ, շատ սիրեց ես կողմենքով, հա, իսկ Սամոյի բաժինը Ալոնան հաջորդ օր եկավ դրեց դուխովկան տաքացրեց ու կերավ, բա, շատ համով է իդեպ, փորձեք չեք փոշմանի, ու շատ հեշտ է պատրաստելը, կարագները չեն ուզում հալվեն, հետաքրքիր կարագ է, շոկոլադը հալվել է, կարագը մեջը լող է տալի, նամանավանդ որ կարագն էի դրել սկզբից տակը, բայց կհալվի խելոքը, բայց չեմ ուզում ուժեղացնեմ, որ հանգարտ շոկոլադը չբարի, չկպչի տակը, գիտեք չէ, այսօր պետք է բորշ պատրաստեմ և երևի թե սպաս կպատրաստեմ,
Սամոսը գնացել է Փարիզ իր շեֆի հետ, պետք է այնտեղից ավտո բերեն, առավոտ ժամը 4-ին տանից դուրս է եկել, խաբար չենք եղել, Արմենով խաբար չեմ եղել, երբ է Սամոն գնացել, ասի որովհետև մենք գնացենք եղել ժամը 3-ին, պարզա որ խորը քուն ես ունենում, ու չես գում, ոնց մեր, դե Սամոսը շատ ակուրատնի, աշած գուշա, որ շատ ձեն չհանի, դրա համար չենք նկատել, մեր Սամոն երբ է տանից գնացել, գրեցի հարցրեցի, հələ որ Փարիզ պետք է, ժամը, հիմա արդեն Փարիզից երևի հետադարձ են անում, հասնելու են ժամը 3:30 կողմերը մեր ժամով, հիմա այդ արդեն հետ են գալիս, ոնց որ գնացել են միասին, հետադարձին ավտո որ բերում են, պետք է Սամելիկը քշի, մի ավտոն ինքը, մի ավտոն իր շեֆը, այդպես մամայի տղան գնացել է Փարիզներն է, Նանիկը գնացել է ուրիշ քաղաք իր ստաժիրովկայով է, ես էլ սենց տանը, ձեզ հետ, Արմենը գործի, Ալոնան դասի, և իմ շոկոլադը և իհարկե կարակը հարվեց, ես ձեզ ցույց տամ մոտիկից, հələ մի հատ ես հրաշքությունը նայեք, հələ փայլը, տեսնում եք, ինչ լավ հալվել է, այս հենց պետք է լինի և սա պետք է ավելացնենք այս ձվի զանգվածին իհարկե մի քիչ էլ հարել ու սկսենք ավելացնել մի հատ էլ ցույց տամ ձեզ մարդ ես այնքան որ 3 ձուն լավ հարում եք այս հենց այս զանգվածն եք ստանում ու սկսում եք արդեն ցածր մարմանդ ռեժիմի տակ ավելացնել շոկոլադը Hենց որ կանչես, մոտդ կգամ, հետդ կգամ, մոտդ կգամ, հետդ կգամ, որ գնամ Ժողովուրդ դուք հարց չեք տալիս, Սերինե ջան, բայց բրոմնի մեջ ալյուր չի գնում, գնում է, 100 գրամ, հեսա բերեմ լցնեմ, եթե չեմ սխալվում 100 գրամ, եկեք մի հատ բաղադրատոմսը նայեմ մարդես, այնպես չլինի, որ խափեմ ձեզ, լավ բան չի ստացվի, սյոտիկի մի հատ կաթիլ թրակ ստեղ, Hենց որ կանչես, մոտդ կգամ, հետդ կգամ, մոտդ կգամ Պաստա արդեն, բավականին խիտ այնք իրանով արդեն, այլ ասեց վրա ալյուրի կարիք չունի, այս մի հատ ես ճշտեմ ինքս ինձ մեջ կամ 100 գրամական 50 գրամա, ավելի լավ մի հատ ճշտում մտցնենք, այդ տեսեք ինչքան լավ է, որ ստուգեցի 50 գրամ ալյուր է գնում, ես բացած ալյուր ունեմ, այո, ես բացած ալյուր ունեմ, սա ոչ, բա 50 գրամ, ժողովուրդ, ալյուրը 50 գրամ, հեցնեմ մի անգամից ես բաժակի մեջ, շերքով ենք կշռում, 50 գրամ ալյուր, ու վերջ, վերջ 50 գրամներ ալյուր, սա էլ ենք լցնում մեջը ու խառնում ենք, այդ նախորոք սենց խառնեմ, որ չթռնի աջ ու ձախ, Արդեն կգան այն օրերը, որ տեսնեմ քեզ ես իմ գիրկը, այս խոսքերը քեզ համար են, ինչ որ ասեմ քեզ համար է, թե ուրախ եմ ես քեզ համար, վերջ, սա պատրաստ է, եստե մի քիչ շոկոլադա մնացել, եկեք ափսուսա, ամբողջը հավաքեմ, բավականին է մնացել էր, ափսուսա, լցնենք սա էլ խառնենք և վերջ, սա ուղարկում ենք մեր տապակի մեջ, ռազմերը տապակի հեսա երևի թե ասեմ,
սանտիմետրը։ 21-ը հարակուսի է ինչքան գիտեմ սա։ Հա, 21-ը 21-ի վրա։ Դուք արդեն մոտավորապես գիտեք, եթե ձեր ավելի մեծ է, եթե կրկնակի է, ապա կրկնակի եք անում, եթե ոչ, ապա ոչ։ Շոկոլադը։ Վերջ, այսպես ես ծալում եմ։ Ահա։ Այսպես։ Ես հակառակ կողմում ծալենք, որ թխվելուց քամուց չերնի վերև։ Լիցնում ենք մեջը։ Այո, նայեք, տեսեք ինչ լավն է։ Եկեք մի հատ ձեզ ցույց տամ։ Ասեք, որ հավեսին է։ Վերջ, լավ, հերիքա։ Հերիքա ինչքան ցույց տվեցի։ Վերջ, արագ, համեր և որակով, ինչու ոչ։ Ենքան հեշտ բաղադրատում, սա որ ձեր երեխաներն է, հանգիստ կարող են պատրաստել ժողովուրդ։ Անկախ երևի թե 10 տարեկանից, եթե ոչ ավելի փոքր, հանգիստ կարող եք տալ ձեռքները և ասել պատրաստեք, ինչու ոչ, թող պատրաստեն սովորեն։ Հավասարեցնում ենք, մի քիչ դժվար է, որովհետև ինքը խիտ խմոր է, գիտեք շոկոլադ է, բայց ոչինչ, այսինքն խմբացնելու, հավասարաչա և ասեցի թխվում է 10 րոպե, մինչև դուք միքսերի ոտիկները հանեք, մինչև լվանա, մինչև ես մի երկու հատ ապսեմ, որը ուզենք թե չուզենք օգտագործում ենք, ցայ ենք դնենք այն կողմ, մեր բրոունին պատրաստ կլինի, այսենց արագ պատրաստվում է։ Վերջ, մի հատ էլեսակ խփենք սեղանին, որ հավասարաչափ նստի ու վերջ։ Ափսուս է, նույնիսկ ես մի կաթիլը, ափսուս է, մի կաթիլ չէր լավ էր, մի 15 կաթիլ էր։ Վերջ։ Դմդմբացնում ենք, բայց սա որ սենց մենաց, լավ չի, երեսը տարբերվելու է, վերջ, նայնպես միակ ծալեմ ես, այսեն ծալել էինք հիշում ենք, հիմա մեկ ենք ծալեմ, հանգարի եթերուց, այսպես, և այսպես, շա, վարկեցի ջերոց, այսենց, դենջոր բրոունին պատրաստ է, մինչև պատրաստվում էր ես մի կուրս նանիքի հետ խոսացի, պատմեց ոնց անցնում իր ստաժերովկան, դուրը շատ է եկել, այդ բժշկական ամեն ինչը հիվանդների հետ, մի խոսքով, այդ իրանց ներքին կուխնյայից մի քիչ խոսած, բրոունին դուրս չի գալի, ժողովուրդ, ճաքերը շատ չի տվեմ, նայեք ինչ ձևի է, մոտիկից ցույց տամ, ու որ նանիքի հետ էի խոսում, համել հանեցի դուխովկայից, ասում եմ նանի բրոունի ճաքերը դուրս չի գալի, սովորական ճաքերի նման շատ չի տվել, ու ասեցի, որ սաղ միքսերով եմ խառնել, չղայնացա վրես, ասում եմ, սպասիր, գայի թխեի էլի, ասում եմ, շուտվանիշ էի ես սարքել, ասում եմ, երբ որ արդեն ալյուրն ես լսնում, չպետք է միքսերով խառնես, մի խոսքով, ես ալյուրն եմ միքսերով խառնեցի, դրա համար այսպես եղավ, բայց դե դրանից համը ու մեջինը չի փոխվել հաստատ, հեսա կտրենք ու փորձենք, անթից օգտվեմ, պատճառ բռնեմ, որ ձեզ համար եմ փորձում, ես փորձեմ։ Եք այսենց մեջը նայեք, թաց է լինում, բայց ինքը եփված է։ Ոնց ցույց տամ, որ այսենց երևում է մեջ, երևում է։
Շոկոլադի հոտն են ծանուշը։ Ամալա։ Ինչ համով է։ Ես այսօր մոռանում եմ իմ դիետան, ես են ներքելի կողմից է։ Տեսքին մի խապ նվեք, հա, ասես տեսքը կաղա թվավա ես ինչ է, բայց ինքը շատ համով է։ Ոչ մի քիչ եմ ասում, որ ես բրոնի եմ ուտում։ Ինչ լավ է, որ դուք ուզեցիք, ես է պատրաստեցի, իրոք համով է։ Շատ համով է։ Դե ինչ, հուսով եմ, որ կօգտվեք բաղադրատոմսից, կգրեք դուր եկեք, թե ոչ, վստահ եմ, որ դուր կգա, եթե սիրում եք այդ տիպի փափուկ, կպչուն շոկոլադե տորտ, ապա սա ձեզ համար է, ինքը քաղցր չի, քիչ դառնություն ունի, շոկոլադի դառնությունն է, տհաճ քաղցրություն չունի, այնպես որ հաստատ կսիրեք։ Շնորհակալություն, որ դիտեցիք, հուսով եմ, որ այս անգամվա վլոգը ստացվեց տարբերվող եւ հետաքրքիր, եթե տեսա, որ ձեզ դուր է գալիս unboxing-ները, պատվերների բացում, տոպրակներից հանել եւ ներկայացնել, ապա հաջորդն էլ ձեզ համար կնկարեմ։ Ինչ շնորհակալություն եւս մեկ անգամ, որ բաժանորդագրվում եք, չեք զլանում կոմենտարներ եք գրում, լայքում եք, ձեզ ուղարկում եմ, պա, չիկ։